Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 միլիարդ 367 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ շուրջ 294 միլիարդ 4 միլիոն դրամով։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 միլիարդ 597 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 13.7%-ով կամ 312 միլիարդ 6 միլիոն դրամով։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կատարվել է 229.7 միլիարդ դրամ պակասուրդով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 211 միլիարդ 5 միլիոն դրամի դիմաց։ Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1%։ Նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4%-ային կետով։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որը սակայն ունի ոչ կայուն կառուցվածք։ Արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի աճի տեմպերը էականորեն տատանվել են վերջին ամիսների ընթացքում։ Այսպես, սննդամթերքի արտադրության աճը սեպտեմբերին կազմել է 20.4%, այն դեպքում, երբ օգոստոսին այդ նույն ենթաբոլորտում գրանցվել էր 4.8% անկում։ Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս էականորեն արագացել է, օգոստոսի 17.1%-ից սեպտեմբերին հասնելով 32.4%-ի, իսկ հիմնային մետաղների արտադրության աճի տեմպն էականորեն դանդաղել է 77.1%-ից, դառնալով 17%։ Մշակող արդյունաբերության աճի կառուցվածքի այսքան տատանողական լինելը հուշում է մեկանգամյա կարճաժամկետ գործոնների առկայության և դրանց մեծ ազդեցությունների մասին։ Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 44.7% և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2%-ային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով, գործող 6,000-ի փոխարեն։ Միաժամանակ ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը։ Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով ծրագրից օգտվում է 366.432 քաղաքացի։ Մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք և հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 30 միլիարդ դրամ։